Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Կարկուտը ծեծաստեղն է ծեծում կամ գյուղացիների կրած ահռելի վնասները, ինչպես է հաշված րոպեների ընթացքում տարիների քրտինքը հավասարվել զրոյի եւ ինչու են հակակարգտային կայանները խորը թմբիրի մեջ եղել։ Ծառի վրայի բերքի 50%-ը թափվել է գետնին։ Ահա որ։ Էսի արդեն չի լի։ Կարկուտը հենց եկավ արդեն էլ չկրակ է։ Ունենք խնդիր ռադիոլոկացիոն կայանների։ Անբեն են որ չկար այդ անտեններն։ Կրակոցի այդ ինտերվալների հետ կապված խնդիրներ են առաջանում։ Մեր տնամերները լրիվ ավելել են։ Վիզա ստանալու համար անվերջանալի քաշքշուկն ու անհիմն մերժվածների դժգոհությունը, ինչպես են հավելյալ գումար վճարելով գործերն առաջ տանում եւ ովքեր են հիմնականում հարստանում։ Գիշեր ցերեկ, մենք նստած տեղեր ենք վերցնում։ Այո, ծանրաբեռնված են աշխատում։ Վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել։ 1 տարուց ավել փորձում են ամրագրել։ Ունենք այսօր խայտարակ իրավիճակ։ Այդ համակարգերում որ ամրագրել էլի չի ստացվում։ Օրը վերցրեցինք, վերջում մերժեցին։ Առանց որևէ հիմնավորման Ծերացող ազգի սինդրոմը կամ ծնելիության տարեստարի նվազող ցուցանիշը, ինչն է մահացության ցուցանիշի աճի պատճառը եւ արդյոք սին են պնդումները, թե բնակչությունն ապագայի նկատմամբ լավատես է դարձել։ Ամուսնացողների քիչ է։ 15 երեխաներն էլ կան։ 15 երեխաներն էլ կան։ բայց միևնույն է շարունակում է ծնելիությունը անկում ապրել։ Կան բավական օբյեկտիվ պատճառներ։ Ամենափոքրը 7 տարեկան, առաջին դասարանն է, ամենամեծն 30 տարեկան է։ Վտանգը խոշորամասշտաբ է, ծերացող ազգ ենք դառնում։ Մահացությունն էլ բացարձակ թող ավելի մեծ է լինելու։ Վերամբարձ կրոնկի կողաշրջման պատճառն ու գազի ոտնակը տանջելու տխուր հետևանքները, արդյոք գազալցակայանում պայթյունը բարձր ճնշման հետևանք էր եւ որքան ժամանակ պահանջվեց մահացածին եւ վիրավորներին մեքենայից դուրս բերելու համար։ Բերանից արներ գալի։ Ոսանքը տվե մի անգամից Ոնը չսատկի, վա։ Վազախովակել է կոտրե։ Մարդ բան չէ։ Ահա հայատում մարդ չէ։ Հույսի դորա կյանքի բալասան կամ օգնության ձեռք մեկնաստերին ուղված երախտիկի խոսքերը, ինչու է պարտավոր պայքարել հիվանդության դեմ եւ ովքեր են վաղվա օրվա հանդեպ ապրելու կամք պարգևողները։ Կարևոր դեր ունի ձեր հետ գումարը։ Ամեն մի չնչին գուման մեր համար այսօր շատ մեծ է։ Երևի չեմ թողի սա դրսում։ Ինչով է որոշեմ մեծ օգնություն չէինք սպասում։ Ես ամենաշատը ուրախացան, որ մամային օգնություն է բերել։ Աստված ինչքան որ տվել են ինձ դրա կրկնակի երակի քարակին իրանց հետ վերադարձնի։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։